Բարև ձեզ։ Պատկերացրեք մի նյութ, որը կարող է օբյեկտները գրեթե անտեսանելի դարձնել։ Չէ, սա ինչ-որ գիտաֆանտաստիկ ֆիլմից մի կադր չի։ Այսօր մենք կխոսենք մի պարզ, բայց շատ խելացի գյուտի մասին, որը ըստ էության թակարդ է ստեղծում անտեսանելի ալիքների, միկրոալիքների համար։ Դե, այ հենց սա է ամենահետաքրքիր հարցը։ Իսկ պատասխանը գիտեք թաքնված է մի աշխարհում, որտեղ ամենասովորական նյութերը, օրինակ սովորական մատիտի մեջի գրաֆիտը, կարող են վերածվել գերժամանակակից տեխնոլոգիաների։ Լավ, եկեք սկզբից սկսենք։ Մեզ շրջապատող աշխարհը, ուզենք թե չուզենք, լի է անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներով։ Դրանցից են միկրոալիքները, որոնք ռադարների ու կապի համակարգերի հիմքն են, ու հենց դրանց վերահսկումն էլ տեխնոլոգիական լուրջ մարտահրավեր է։ Իսկ ինչի համար է դա ընդհանրապես պետք։ Դե պատկերացրեք ռազմական ինքնաթիռներ, որոնք պետք է անտեսանելի լինեն թշնամու ռադարների համար, կամ ասենք շատ բարդ էլեկտրոնային սարքավորումներ, որոնք պետք է պաշտպանված լինեն արտաքին միջամտությունից։ Հենց այս ալիքները կլանելու ունակությունն է, որ առանցքային նշանակություն ունի այս բոլոր ոլորտներում։ Այսպիսով, ո՞նց ենք լուծում այս խնդիրը։ Պատասխանը գալիս է հատուկ նախագծված նյութերի, այսպես կոչված մետանյութերի տեսքով, որոնք կարծես խոստանում են անել անհնարինը։ Ուրեմն, ինչ են իրենցից ներկայացնում այս մետանյութերը։ Շատ պարզ ասած, դրանք բնության մեջ գոյություն չունեցող մարդու կողմից ստեղծված կառույցվածքներ են։ Դրանք նախագծված են մեկ նպատակով՝ բառացիորեն թելադրել ալիքներին, թե իրենց ինչպես պահեն։ Լավ, իսկ ինչպեսին պետք է լինի կատարյալ կլանիչը։ Տեսեք, այն պետք է ոչ միայն շատ լավ կլանի ալիքները, այլև աշխատի հաճախությունների լայն տիրույթում, լինի բարակ, թեթև ու բնականաբար մատչելի։ Ահա այս բոլոր հատկությունները մի տեղում ստանալն է իրական գիտական մարտահրավերը։ Եվ հենց այստեղ է, որ բեմ է դուրս գալիս մեր այսօրվա հերոսը՝ մի զարմանալիորեն պարզ, բայց կարելի է ասել հանճարեղ լուծում՝ գրաֆիտե սենդվիչը։ Պատկերացրեք իրոք սենդվիչ։ Ներքևում մենք ունենք ամուր ալյումինե շերտ, որը գործում է որպես կատարյալ հայելի, հետ է ուղարկում բոլոր միկրոալիքները։ Մեջտեղում 3 մմ-անոց պլաստիկ միջնաշերտ եւ վերևում գլխավոր բաղադրիչը, չափազանց բարակ, հատուկ նախշերով գրաֆիտե շերտեր։ Ստացվում է մի տեսակ արձագանքը չեղարկող խցիկ, շատ փոքր մասշտաբով։ Դե, այս կառուցվածքի ամբողջ հանճարեղությունը իր աշխատանքի սկզբունքի մեջ է։ Երբ միկրոալիքը հարվածում է, այն անցնում է գրաֆիտի միջով, անդրադառնում ալյումինե հայելուց ու վերադառնում։ Երբ վերադարձող ալիքը հանդիպում է նոր եկող ալիքին, նրանք պարզապես չեզոքացնում են միմյանց։ Սա կոչվում է դեստրուկտիվ ինտերֆերենցիա, եւ հենց սա է այս տեխնոլոգիայի ողջ գաղտնիքը։ Բայց կա մի շատ խորամանկ նրբություն։ Այս թակարդը բավականին քմահաճ է։ Պատկերացրեք փայտե ցանկապատ։ Եթե դուք ալիքը ստեղծեք ցանկապատի ձողերին զուգահեռ, այն կանցնի միջով, բայց եթե թափահարեք ուղղահայաց, ալիքը կբախվի ձողերին ու կկանգնի։ Գրաֆիտե շերտերն էլ աշխատում են նույն սկզբունքով։ Նրանց զուգահեռ ալիքները կլանվում են, իսկ ուղղահայացները պարզապես անդրադառնում, այսինքն այն զգայուն է բևեռացման նկատմամբ։ Լավ, տեսությունը շատ հետաքրքիր է հնչում, բայց ինչ է կատարվում իրական կյանքում։ Արդյոք այն աշխատում է։ Եկեք տեսնենք փորձարկումների արդյունքները։ Եվ արդյունքները պարզապես ապշեցուցիչ են։ Եվ համակարգչային մոդելավորումները, եւ իրական փորձերը ցույց են տալիս, որ այս նյութը կլանում է թիրախային միկրոալիքների ավելի քան 90%-ը։ Սա ուղղակի ֆանտաստիկ արդյունավետություն է նման պարզ կառուցվածքի համար։ Այսինքն, երբ միկրոալիքը հանդիպում է սենդվիչին, նրա էներգիայի ճշող մեծամասնությունը մնում է թակարդում, կլանվում ու վերածվում ջերմության։ Շատ փոքր մասն է միայն կարողանում հետ անդրադառնալ։ Սա իսկապես մոտ է կատարյալ կլանիչ լինելուն։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Նյութի ամենամեծ առավելություններից մեկը նրա լայնաշերտությունն է։ Այն արդյունավետ է 8-ից մինչև 18 գիգահերց հաճախությունների վրա, ինչը նշանակում է, որ այն կարող է, այսպես ասած, խաբել բազմաթիվ տարբեր ռադարային եւ կապի համակարգերի։ Իրական աշխարհում ալիքները միշտ չէ որ ուղիղ են հարվածում։ Իսկ ինչ է լինում, երբ դրանք գալիս են անկյան տակ։ Զարմանալիորեն, նույնիսկ մինչև 45 աստիճան թեքության դեպքում կլանման արդյունավետությունը մնում է 80%-ից բարձր։ Սա չափազանց կարևոր է գործնական կիրառությունների համար։ Լավ, ուրեմն մենք ունենք բարձր արդյունավետությամբ, լայնաշերտ ու անկյունների նկատմամբ կայուն կլանիչ։ Բայց ինչպես է այն համեմատվում շուկայում արդեն գոյություն ունեցող լուծումների հետ։ Ահա թե որտեղ է բացահայտվում այս նյութի իսկական հեղափոխականությունը։ Տեսեք, շուկայում կան նյութեր, որոնք արդյունավետ են, բայց դրանք հաստ են ու ծանր։ Կան թեթև նյութեր, բայց դրանք աներևակայելի թանկ են։ Իսկ այս գրաֆիտե սենդվիչը համատեղում է բոլոր առավելությունները, այն եւ արդյունավետ է, եւ չափազանց բարակ, եւ թեթև, եւ պոտենցիալ շատ ավելի էժան։ Հենց այս անհնարին համադրությունն էլ այն դարձնում է խաղի կանոնները փոխող գյուտ։ Եվ սա միայն մեր կարծիքը չէ,
Հենց իրանք հետազոտության հեղինակներն են եզրակացնում, որ իրենց ստեղծած թեթև, բարակ եւ էժան կլանիչը լիովին մրցունակ է շուկայում առկա լուծումների հետ։ Սա պարզապես ակադեմիական փորձ չէ, սա իրական գործնական կիրառություն ունեցող տեխնոլոգիա է։ Այսպիսով, ինչպես տեսանք, մի պարզ գրաֆիտե սենդվիչը կարող է դառնալ հզոր գործիք անտեսանելի ալիքների դեմ պայքարում, եւ սա մեզ ստիպում է մտածել, եթե մենք կարող ենք ըստ էության մատիտի գրաֆիտից ու պլաստիկից անտեսանելիության թիկնոց ստեղծել, ապա ինչ այլ գերհզոր հատկություններ են թաքնված մեր շուրջը գտնվող ամենապարզ նյութերի մեջ։ Շնորհակալություն։